Պատկերացրեք, սա մեր հոգեկանն է, որը այս պահի դրությամբ նման է մաքուր ջրի, թափանցիկ, և հարաբերության ժամանակ ինչ-որ մեկի հետ, երբ որ հարաբերություն ունենք, կապ չունի ծնող է, բարեկամ է, զուգընկեր է, և երբ որ տեղի է ունենում բախում, կոնֆլիկտ, վիրավորանք, ցավ, նեղացնում են ձեզ, և այսպես այդ ամենը կարծես ինչ-որ նյութ է, որ դիմացինը լցնում է մեր մաքուր ջրի մեջ։ Երբ որ այդ պահին մենք հնարավորություն չենք ունենում ինչ-ինչ պատճառներից ելնելով, վախերից, չսիրված լինելուց, ճարահատյալ լինելուց, ինչ-որ պատճառներից ելնելով, երբ որ մենք չենք կարողանում մեզ պաշտպանենք, մեր անձնական սահմանները, մեր բարոյական արժեքները, մեր ինքնասիրությունը, մեզ պաշտպանելը բոլոր ֆիզիկական, հոգեբանական և հուզական մակարդակներում չենք կարողանում պաշտպանել, դիմացինի արարքը մեր հոգեկանը դարձնում է այսպիսի պղտոր։ Եվ որը որ ժամանակի ընթացքում, ժամեր անց, օրեր անց, երբ որ մենք երկար գալիս ենք տուն, երկար տառապում ենք, մեր մեջ այդ ամեն ինչը նորից բերևարված է լինում, այսինքն առաջ ու հետ ենք տալիս, փորձում ենք իրավիճակը փոխել, ինչ պետք է ասենք, ինչ չպետք է ասենք, մենք դժգոհություն ենք ունենում, մեզանից ենք նեղանում, մեզ ենք թերագնահատում, մեզ ենք քննադատում, որ չենք կարողացել մեր ազգային սահմանները պաշտպանել, ասել են ինչ որ պետք էր, մեզ հաճախ վիրավորում ենք ինքներս, դաժան դատավոր ենք դառնում, քննադատում ենք, մեզ ասում ենք՝ դե տես, դու թույլ ես, դու տկար ես, դու պետք է գլուխը ջարդեիր, դու պետք է պատասխան տայիր, կամ մտածում ենք, որ ծնող է, ավելի ուժեղ է, ավելի կարևոր է, դրա համար լռել ենք։ Մեզ թվում է երբեմն, որ մենք այդ հարցը լուծեցինք, այդ խնդիրը որ ժամանակ անց, ինչքան էլ որ բուռն է լինում սկզբի ժամանակահատվածում, երբեմն օրեր, շաբաթներ, ամիսներ, բայց կարող է տևել, բայց գալիս է մի պահ, որ կարծես այս թեման, այս հարցը ինչ որ չափով կողք է քաշվել կամ անցել է։ Պարզում է, որ ոչ թե անցել է, ոչ թե կողք է քաշվել, այլ նստվածք է տալիս։ Հիմա այստեղ ես կոֆե եմ լցրել, դրա համար լիարժեք նստվածք չի տալիս։ Եթե այստեղ լիներ ավելի ծանր նյութ, նստվածք էր տալու։ Այսինքն որոշ ժամանակ անց այդ վիրավորանքը նստվածք է տալիս, ասատկա ասածը ռուսերեն, եւ թվում է խնդիրը վերացել է։ Այլևս ոչ մի սկանդալ չկա, ոչ մի պատմություն, ոչ մի հիշողություն, ոչ մի սպիչ չկա իրավիճակի, իրադարձության հետ կապված, բայց երբ որ հաջորդ առճակատումն է տեղի ունենում, բախումն է տեղի ունենում նման մարդու հետ կամ հենց կոնկրետ այդ մարդու հետ կամ այլ մարդու հետ, այլ իրավիճակների հետ, նորից հին նստված տված նյութը, որին գումարվել է արդեն նոր ուրիշ պարունակություն ունեցող նյութ, ավելի է պղտորում մեր հոգեկանը, ավելի է բարդանում իրավիճակը, եւ այս անգամ ավելի երկար ժամանակ է պետք գալու, որպիսի այս ջուրը նստվածք տա, որպիսի գոնե ինչ որ չափով այդ պարզ մաքուր մասը երևա, որ կարողանանք առաջ գնալ, շարունակել ապրել։ Եվ երբ որ 1, 2, 3, 5, 10 նմանատիպ իրավիճակներ է տեղի ունենում մեր կյանքում, մենք կորցնում ենք մեր մաքուր ջրի պարունակությունը, մենք կորցնում ենք կյանքը լիարժեք ապրելու, լիարժեք հարաբերություններ ունենալու հնարավորությունը, այսինքն այն ասատկաները, որ արդեն մեր մեջ մանկուց սկսած, մանկապարտեզից, դպրոցից, ինստիտուտից, բակից, հարաբերություններից մնում է մեր մեջ եւ դա չենք ֆիլտրում, դա խանգարում է, որպիսի մենք աշխարհը տեսնենք այդ մաքուր շերտով։ Մենք աշխարհը սկսում ենք տեսնել այն նստվածքներով, այն կեղտով, այն աղբով, որ երբեմն բորբոսնում է, հոտում է, թունավորում է մեր ներաշխարը, եւ եթե մեր ներաշխարը արդեն լցված է, լիցքավորված է նման երևույթներով, նման փորձառություններով, բռնություններով, դաժան իրադարձություններով, մենք արդեն հնարավորությունից զրկվում ենք աշխարհում ավելի լավ, ավելի մաքուր, ավելի ջինջ, ավելի դրական երևույթները տեսնելը։ Եվ հաճախ սա արդեն ստեղծում է հոգեբանական խնդիրներ կամ նպաստում է մարդու պեսիմիստական մտածողության ձևավորմանը, ոչ թե մենք դառնում ենք վատը, ոչ գնահատական չդնենք, մեր հոգեկանը մեզ պաշտպանելու համար արդեն բոլոր սիգնալիզացիաները, անվտանգության համակարգերը միացած են, որպիսի մենք թույլ չտանք, որ էլի ինչ որ նյութ լցնեն մեր մեջ, այսինքն ավելի վախկոտ ենք դառնում, ավելի տագնապային, չենք կարողանում լիարժեք շփվել։ Երկու ֆակտոր կա այստեղ, մեկը մեր նախկինի կուտակված փորձը, մյուս կողմից մեր հոգեկանը, որպիսի գոնե այդ մի քիչ մաքուր ջրի շերտի վրա կարողանան գոյատևել,
կրճատում է, հեռացնում է բոլոր մարդկանց հարաբերությունները, անգամ են դրական մարդկանց, հաճելի մարդկանց հետ կրճատում է, որպեսզի կանխի այն ռիսկերը, որ վախ ունի, աչքը տեսածից է վախենում, մտածում է, որ այս մարդն էլ է, էլի եւս մի հատ քար գցելու, մի հատ կեղտ լցնելու իմ հոգեկանի մեջ եւ այլևս բաժակը մինչեւ բերան լցվելու է ու ել չեմ կարողանալու ապրել։ Հարգելիներս, դրա համար որպեսզի այս ջուրը մաքրվի, ֆիլտրվի, հարկավոր է հաճախել հոգեթերապիայի, որտեղ որ հոգեթերապևտի հետ շուղ առ շուղ քո կյանքի հոգեկանի բոլոր շերտերը սկսում ենք ուսումնասիրել, հետազոտել եւ ֆիլտրել, մաքրել։ Այն նստվածք տվածը նորից հոգեթերապիայի ժամանակ տակնու վրա է լինում այս ջուրը, այս բաժակի միջի ջուրը, մեր հոգեկանը, երբ որ մենք սկսում ենք հիշել այդ իրադարձությունները, այդ պատմությունները մենք պատմում ենք, միևնույն ժամանակ եւ վերբալ մակարդակում է տեղի ունենում ֆիլտրացիա, եւ հոգեթերապևտի օգնությամբ, եւ հետազոտության, ուսումնասիրության, հարցազրույցների, հարցումների, եւ ի վերջո հոգեթերապևտը ստեղծում է պայման, որպեսզի դուք վերապրեք այն իրադարձություններն ու իրավիճակները, որտեղ որ այնտեղ ու այն ժամանակ չի ստացվել ձեր ուզած ավարտին հասցնել, կամ եթե դա հնարավոր չէ, գոնե ստեղծում է պայմաններ, որպեսզի այն ինչ որ չեք կարող փոխել, գոնե ընդունեք դա այնպիսին, ինչպիսին որ կա, եւ այդ վերքերը, որ ձեր հոգում մնացել են, արդեն հոգեթերապիայի միջոցով սպիանում են, այսինքն այս ջրի պարունակությունը, այդ 5 լիտր, 10 լիտր, մի տոննա պարունակություն ունեցող հոգեկանի տարան սկսում է ֆիլտրվել, մաքրվել եւ ժամանակի ընթացքում արդեն այդտեղ շատ քիչ քանակ է կազմում այդ պղտոր մասսան, այդ ասատը կասած, այսինքն որքան հնարավոր է նրան փնտրում ենք, գտնում ենք եւ ֆիլտրում ենք։ Եթե մնացին հարցեր, խնդրեմ կարող եք գրել։ Այսքանը